Կեսօրից իրավապահները խուզարկում են Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքը։ Մինչ քննչական կոմիտեն չի հստակեցնում, ինչ քրեական գործի շրջանակներում են այսօրվա գործողությունները, ինչ են մասնավորապես փնտրում մի վայրում, որտեղ պարբերաբար հավաքվում են Արցախի նախկին իշխանության բարձրաստիճանները, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը չի բացառել, որ իրավապահների ակտիվությունն անմիջականորեն կապ ունի նույն շենքում 3 անցկացված լսումների հետ, որտեղ արցախցիները կրկին վերահաստատել են Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրենց իրավունքից հրաժարվել չեն պատրաստվում։ Անուշ Մկրտչյանն է Արցախի ներկայացուցչությունում աշխատում։ Անուշ, բարի օր, ինչ իրավիճակ է այս պահին, ինչ են իրավապահները փնտրում, ինչպես են դա բացատրում Արցախի նախկին իշխանությունները կամ նրանց ներկայացուցիչ փաստաբանները, խնդրում եմ մանրամասնես։ Բարի օր, Աստղիկ, այո, քննչական գործողությունները այստեղ դեռ շարունակվում են կեսօրից մեկնարկած, թե ինչ են փնտրում, քննիչները հրաժարվում են այդ մասին ասել լրագրողներին։ Եթե սկզբում մենք գտնվում էինք շենքում, հիմա մեզ նրանք շենքից դուրս հանեցին, ասելով, որ երկրորդ հարկի խուզարկությունն ավարտվել է եւ այս պահին շարունակվում է խուզարկությունը առաջին հարկում։ Քիչ առաջ մենք ներսից սակայն ինչ-որ սղոցող ձայներ էինք լսում, այստեղ եկել նաև փրկարարներ, քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից Նժդե Իսկանդարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ փրկարարները փորձել են բացել չհրկիզվող պահարանը, այնտեղից ինչ-որ փաստաթղթեր ձեռք բերելու համար, նաև համակարգիչն են փորձել բացել, մի խոսքով հստակ որևիցե տեղեկություն, թե ինչ են փորձում քննիչները գտնել այս շենքում, դեռևս հայտնի չէ, բայց լսենք, թե ինչ է ասում Իսկանդարյանը։ Տևական ժամանակ է Հայաստանի քննչական ուրեմն տղաները գործողություններ են իրականացնում Արցախի ներկայացուցչությունում, մեզ համար ակնհայտ էր սկզբանե, ամեն ինչը կապված էր երեկվա լսումների հետ, սա այն մեսիջներն է, որոնք որ մենք ստանում ենք Հայաստանի իշխանություններից, չեն բացառում, որ հետագայում այդ ամենը շարունակական բնույթ կկրի, բայց մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է, Ղարաբաղյան, Արցախյան հակամարտության էջը չի կարող փակված լինել առանց հաշվի առնելու 120,000-ից ավելի արցախցիների ինքնորոշման հարցը։ Սա հստակ է եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Իհարկե ցավալի է, որ մեր հայրենիքում ականատեսն ենք լինում նման դրսևորումների, ունենք այն ինչ ունենք, սպասենք զարգացում։ Չեն կոտրում։ Այո, հիմա այդ process-ն է ընթանում եւ արգրավել են համակարգիչներ, սպասենք զարգացումների քննչական կոմիտեից իրենց արձագանքին։ Արցախ TV համակարգիչներն են արգրավել, թե Ոչ։ Այսինքն փրկարարները հիմա փորձում են բացել սեյֆը։ Այո։ Բայց ինչ որ բան են փնտրում, որը ոչ մի փաստաթղթեր երևի թե իրենց ասածով փնտրում են փաստաթղթեր Ներդրումային հիմնադրամի հետ կապված, բայց մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղանումից հետո ներկայացրել ենք քննչական կոմիտե։ Ասույք, երեք մոտավորապես հենց այս ժամերին այս նույն շենքում լսումներ էին, արցախցիները հենց այդ ժամանակ բարձրաձայնեցին, որ իրենց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղ վերադարձն է եւ հենց այսօրվա խուզարկությունը նրանցից շատերը կապում էին նաեւ երեկվա լսումների հետ, թե Արտակ Բեգլարյանը, թե հենց Իսկանդարյանը իր խոսքում լսեցիք այդ մասին շեշտեցին։ Նաեւ տեղեկացնեմ, որ այստեղ են մի շարք այլ նախկին պաշտոնյաներ Արցախի, նաև Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներից Տիգրան Աբրահամյանն էր այստեղ, նա նույնպես նույն մտահոգությամբ էր կիսվում։ Ես նաև կարող եմ ավելացնել, Աստղիկ, որ այս պահին թերևս դեռ չի ավարտվել գործողությունը այստեղ, բայց փաստաբաններից նաև դուրս եկան, մասնավորապես Ռոման Երիցյանը դուրս եկավ եւ որոշ դետալներ մեզ ներկայացրեց, թե ինչի շուրջ է այս ամեն ինչը տեղի ունենում, նրա խոսքով տնտեսական ենթադրյալ հանցագործության շրջան
շրջանակում է այս ամեն ինչը տեղի ունենում, քրեական վարույթն էլ փաստացի 2025 թվականի հունիսին է նախաձեռնվել։ Քրեական վարույթը, որի շրջանակներում այս պահին իրականացում է խոզարկություն գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին եւ այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարեր ուսումնասիրելով դատարանի որոշումը խոզարկության անձամբ ես չեմ արձանագրում եւ չեմ հասկանում առհասարակ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրի հետ։ Պայմանական ենթադրենք, որ ինչ որ ոչ իրավաչափահարկ եթե կատարվել է, ապա այն կարող է կատարված լինել ամեն դեպքում ոչ Արցախի Հանրապետության ներկայացության մշտական տեղակայման վայրում։ Ուղղակի սա չի կարող, չգիտեմ, պատահականություն լինել, որ խոզարկությունը կատարվում է հենց այսօր։ Ըստ դատարանի որոշման խոզարկությունը կարող է կատարվել մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը, որ անմիջապես հաջորդել է Արցախի Հանրապետության սահմանադրության օրվա արդիվ հրավիրված լսումներին, կարծում եմ բոլորդ կռահում եք, որ պատահականություն չէ։ Անուշ, հնարավոր է ձերբակալություններ լինեն, կան կասկածյալ մեղադրյալներ, կոնկրետ գործից են խոսում, թե պաշտոնյաները, թե փաստաբանները, թե միայն իրավապահները խուզարկություններով կսահմանափակվեն։ Աստղիկ Ռոմանը Երիցյան հենց մեծ հետ զրույցում չբացառեց ձերբակալությունների մասով, սակայն ասաց, որ իրավական հիմքեր չունեն դրա համար, բայց հաշվի առնելով, թե ինչից հետո ինչ է հաջորդում, նա չբացառեց նաև այո ձերբակալության հնարավորությունը անուններ չնշելով, սակայն ասաց, որ իր տեղեկություններով հունիսից մինչև այսօր այս գործի շրջանակում հարձակումվել է Արշին Ինվեստ բանկի տնօրենը, այլ մանրամասներ նա չբացեց։ Հայաստանի վարչապետը Անուշ Գերմանիայից փակեց արցախցիների հավաքական վերադարձի թեման, այս հայտարարությունը անմիջապես հետևեց Արցախի ներկայացուցչության քննարկումներին, նրանց վերադարձի պատկերացումները Հայաստանի վարչապետը իրատեսական չի համարում, Ադրբեջանին էլ առաջարկում է զուգահեռաբար փակել Ղարաբաղի հայերի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեման։ Անուշ, այս հայտարարությունը ինչպես են արցախցիները ընդունել։ Աստղիկ, այո, հենց այդ հարցը մենք ուղեցինք եւ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին եւ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանին եւ երկուսն էլ փաստացի ասում էին, որ չտեսնել կապ այստեղ չեն կարող, որովհետեւ գուցե քննությունը, այս քննչական գործողությունները որպես հիմք են հանդիսացել տնտեսական հանցագործության շրջանակում, բայց նրանք կոնկրետ գործողությունների հաջորդականություն այստեղ տեսնում ենք, կարող ենք լսել հենց Արտակ Բեգլարյանի խոսքը այս մասով։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը, Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե չի վերադառնում, այդ իրավունքի տերը։ Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի, դատապարտելի է, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի, ընդ որում իրավունքները վաճառքի է հանում եւ երկրորդը հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի միջև, որտեղ որևէ եզր չկա, այսպես ասեմ, ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների եւ ոչ իրավական հիմքերի առումով։
Արցախի ներկայացուցչությունում իրավապահների գործողությունները շարունակվում են, դրանց հետևում է իմ գործընկեր Անուշ Մկրտչյանը։ Անուշ, շնորհակալ եմ քեզ տեղեկությունների համար, ես թողարկումը շարունակեմ։